Մեղավորներ եկ չփնտրենք ինչ էր հարկավոր էր հասկանանք մենք որներ կարևոր էր իրար սիրենք ով է մեղավոր որ ասխան հեռու է արի մենք ամեն ինչ թողնենք ոնց որ կա չնայենք ով էր ճիշտ կամ ով էր սխալու հիշենք ոչինչ չի լինում կյանքում պատահական Սերեր կան, որ պատվում են ուշ հասկանալուց Սերեր կան, որ հաղթում են ուշ ունենալուց Սերեր կան, որ պատվում են ուշ հասկանալուց Սերեր կան, որ հաղթում են ուշ ունենալուց Ջան Բելա, վերջապես խոսալու ես թե չէ։ Բելա ինչ է նշանակում առանձին ապրել։ Ինչի համար։ Հա հորքուր, ես որոշել եմ։ Վերջ։ Դու ինքնա գլուխ ես ու դու որոշում ես։ Բայց ինչ կա դրա մեջ։ Սարա դու սուս մնա։ Ես գիտ տղալով տես բաներ չեմ մտածում, Բելա։ Ավո դու ընդհանրապես չես էլ մտածում։ Բելա։ Ես ոնց ես խոսում եղբորդ հետ։ Մամա ինձ հանգիստ թողեք։ Ես ուզում եմ առանձնանամ ու մենակ ապրեմ։ Ու դու այդ ամեն անում ես։ Մեզանից թաքում։ Հա, պապ, որովհետև եթե դուք իմանայիք, ինձ թույլ չէիք տա։ Այո, հաստատ թույլ չէինք տա։ Քո կարծիքը պետք է թույլ տայինք։ Դու ինչի ես խոսում, դու ընդհանրապես գնացել ուրիշ քաղաքում էիր ապրում։ Բելա, ես տղա եմ, հասկացի։ Ինչ կապ ունի։ 1000 անգամ ներողություն եմ խնդրում իհարկե, բայց կարծում եմ Բելան ճիշտ է ասում, որովհետև արգելել միայն այն պատճառով, որ աղջիկա, կարծում եմ քարի դարա։ Եթե ավելի լուրջ պատճառաբանություն կա, այդ ուրիշ։ Բելան ինչ-որ վատ բան է երել։ Չէ։ Ուսմա գնա առանձին ապրի։ Չէ, ես նկատի ունեմ ինչ-որ շատ վատ բան է երել, որ այսման ճապակ կա։ Ես այն տարիքում եմ, որ կարամ առանձնանամ ու մենակս ապրեմ։ Պարտադիր պիտի բոլորս միասին ապրենք, մի տան մեջ։ Բայց ո՞նց։ Առանց ամուսնանալ առանձին ապրել, Բելա։ Պատկերացրա, այո, հորքուր։ Հնարավոր է առանց ամուսնանալու ապրել ուրիշ տան մեջ, առանձին։ Լավ, այդ ճիշտ ասում։ Կարծում եմ աղջիկաս որոշումը պիտի հարգել։ Քուրս, բայց ճշտով լավ կլիներ այդ առածը տունը ինձ նվիրել։ Որովհետև դու պսակվելու ես գնաս այդ տունը կմնար ինձ, ճիշտ չեմ ասում։ Ես չեմ ուզում մինչև 60 տարեկանս ապրեմ հայրական տան մեջ ու մեծացնեմ աղբորս երեխեքին։ Չհասկացա։ Ես չհասկացա։ Աղջիկ ջան, նախ ես 60 չեմ, 48 եմ։ Երկրորդ է դրա մեջ ինչ կա։ Իմ էջ խելքը ասա, որ ամբողջ կյանքս կործանել եմ ձեզ պահելով մեծացնելով։ Հիմա եկել ես հորքուրիդ ասում ես տունը մնացած, շատ շնորհակալ եմ, ապրես Բելա ջան, շատ ապրես աղջիկ ջան։ Հորքուր կներես, ուղղակի ոչ մեկը ինձ չեք հասկանում։ Ես ուղղակի ուզում եմ առանձնանամ ու մենակս ապրեմ։ Շատ վատ խոսեցիր հորքուրիդ հետ։ Կներեք, մի անգամ եմ ներողություն խնդրում, բայց կարծում եմ սենց նեղ ընտանեկան խոսակցության համար առանձնանալը ճիշտ կլինի։ Պապ, կարան գնանք առանձին խոսենք։ Այո, գնանք առանձին խոսենք։ Սարա ջան, ճիշտ ես։ Ճիշտն ասած, ես առանձին ասելով նկատի չունեի, որ հիմա էլ բոլորով խոսալու տեղը փոխեին ուղղակի։ Դու մի խառնվի։ Իրանք մեծ մարդ են, իրանք որոշեն որտեղ խոսան, ինչ խոսան։ Կիմա, ես ուզում եմ աղջկաս հետ առանձին խոսել։ Խոսի, քեզով է խանգարում։ Բելա ջան, աղջիկս, ես ուրիշ բան եմ քեզ առաջարկում։ Արի այդ բնակարանը գնի ու վարձով տուր, դու էլ մնա մեզ հետ ապրի։ Մամա, ես չեմ ուզում այդ տունը վարձով տամ։ Ես ուզում եմ գնամ այնտեղ մենակս ապրեմ։
Առաջ ես հասկանում հարցը նա չի, որ ինքը տուն ունենա, ուզում է ուղղակի առանձին ապրի։ Պապ, ես իմ կյանքը իրավունք ունեմ ապրեմ նենց, ոնց ես եմ ուզում, ու ոչ ոք ինձ չի խանգարի։ Այսինքն ո՞նց ես ուզում դու ապրես։ Սենց եկել է անում, որ շատ աղջիկներ իրենց հայրական տնից թողում ու փախնում են։ Ուղղակի ամուսնանում են ինչ-որ մեկի հետ ու գնում են հայրական տնից։ Աղջիկ ջան, քեզ ոչ ոք չի ասում, ամուսնացի ու գնա այս տնից։ Բելա ջան, աղջիկս, ախր ով է տնից գնալու մասին մի որևէ բան խոսել, որ դու էլ սենց որոշում ես կայացրել։ Մամ, պապ, ես իմ որոշումը կայացրել եմ, ու ոչ ոք իմ որոշումից ինձ հետ չի պահելու։ Ու ես որ գնում եմ, չի նշանակում, որ ես ձեզ չեմ սիրում։ Սա նշանակում է, որ դու հորդ խոսքը չես հարգում։ Չէ, պապ, ուղղակի պատմությունը կրկնվում է նույնը, ինչ որ Սոսի հետ։ Սենց արեցիր էլի, որ Սոսը թողեց ու գնաց։ Չես ուզում հասկանաս, որ քո երեխեքը մեծանում են, կայանում, ուզում են ինքնուրույն դառնան։ Ու եթե էս իմ քայլի պատճառով իմ հետ էլ չես խոսելու, ինչ ասեմ, որոշումը քոնն է։ Մեզ մենակ էս էր պակաս։ Բերց սպասի։ Ուզում եմ ասել, որ ես քեզ հասկանում եմ ու ուզում եմ չներվես, վստահ եմ, որ ընտանիքդ քեզ կհասկանա։ Սարք, գիտես, մեկ-մեկ մտածում եմ, որ ես ինձ շատ սխալ եմ պահում, բայց միևնույն ժամանակ էլ հասկանում եմ, որ աշնորհակալ չեմ։ Բայց ախր սիրում եմ ես իմ ընտանիքի անդամներին։ Բայց իրանք այդ գիտեն։ Վստահ եմ, որ գիտեն։ Բայց ես ուզում եմ իմ կյանքն ունենամ։ Ես քեզ հասկանում եմ։ Ու վստահ եմ, որ ընտանիքդ էլ մի օր կհասկանա քո որոշումը ու կընդունի, բայց իրանց էլ է պետք հասկանալ։ Իրանք էլ վախենում ու անհանգստանում են քո համար։ Շնորհակալ եմ քեզ շատ։ Մերսի։ Տենց մի նայ։ Կարող է իմ գործը չի, բայց ես կարծում եմ, որ այս պահին քրոջդ պետք էր մի մարդ, ով իրեն կհասկանար։ Սարա, ես իրականում շնորհակալ եմ։ Ես մի քիչ կոպիտ խոսացի։ Բայց Բելային շատ եմ սիրում։ Ու չեմ ուզենա հորքուի ճակատագին ունենա։ Քեզ էլ ուզում եի ասեի, որ վաղը Հակոբի հետ հանդիպման մենակս կգնամ։ Բա երեք ուրիշ բան էիր ասում։ Դե հա, երեք ուրիշ բան էի ասում, բայց առանց սեն էլ դու ինձ այս վիզայի հարցերով օգնում ես ու շատ ես օգնում։ Հակոբն էլ իմ խնդիրն է, ես ինքս կլուծեմ այդ հարցերը։ Ավելի հարմար տեղ չկար հանդիպման համար, մանկական խաղահրապարակ։ Ստեղ եմ ընտրել, որ մեզ ոչ մեկ չտեսնի։ Դե ես քաղաքում ոնց պտտվում ես, կամ Սոսին ես տեսնում, կամ աղբորը, կամ ամատունու մարդկանց։ Դե ինձ թվում է, որ ստեղ մեզ ոչ մեկ չի գտնի, ու այդ ամեն ինչը արել եմ քո համար, ոչ թե իմ։ Ու ոնց ես տեղապացուցելու, որ ինձ չես դավաճանել։ Դե որ ինձ լսես, ես Եմ կարծում, որ համապատասխան տեղ ես ընտրել քեզ լսելու համար, որովհետև Սոսի բոլոր բարեկամները իրենց երեխաներին բերում են տեսնել։ իսկ դու Սոսի բարեկամներին որտեղից ես ճանաչում, մի շաբաթ է որ ստեղ ես։ Ես իրանց չեմ ճանաչում, բայց իրանք ինձ ճանաչում են, որովհետև հորքուրը նկարս բոլորին ուղարկել է։ Ինչի՞։ Դե բարձենում ա, որ իմ նման սիրուն հարսիկում։ Դու իրանց հարցը չես կարողանաս։ Գնացի։ Հուլիսի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Հայկ Ղևոնդյանի Սպիտակցի Հայկոյի մենահամերգը։
Հին ու նոր, սիրված եւ իթեր դարձած երգեր, շքեղ, լուսային եւ ձայնային լուսավորում։ Բաց մի թողեք ամառային ամենաուրախ համերգին ներկա գտնվելու հնարավորությունը։ Հանդիպում ենք հուլիսի 26-ին Aqua Calendar-ում։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Glendale-ում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ Elm Nail and Beauty Lounge մշտապես գեղեցիկ, խնամված եւ անգերազանցելի արտաքին տեսք ունենալու հայտնի անուն Նորթրիջում։ Գերժամանակակից գեղեցկության սրահում մեկ հարկի ներքո բարձրակարգ մասնագետների կողմից մատուցվում է ամենատարբեր ծառայությունները։ Դայանը Մարտեսյանի գլխավորությամբ գործող Fidelity Realty and Loans ընկերությունն առաջարկում է անշարժույթի արքուվաճառքի գործարքների լայն շրջանակ։ Ներառյալ առանձնատներ, բնակարաններ, հողատարածքներ, առևտրային կենտրոններ։ Մենք կօգնենք ձեզ ձեռք բերել անշարժույթ Կալիֆոռնիայի տարբեր քաղաքներում։ Ընտանեկան գնումներն իրական հաճույք են։ Blackjack Market, առողջ ապագան ընտրություն է։ Էջմիածին Banquet Hall, նոր միջավայր, բարձրակարգ սպասարկում, անհատական մոտեցում։ Մենք սպասում ենք ձեզ։ Զանգահարեք եւ ամրագրեք ձեր օրը հենց հիմա։ Աղջիկներ, շտապեք գրանցել նոր հասցե Glendale-ում։ Դելամոր նորաոճ հագուստի նոր հասցե 1100 South Central Avenue։ Այցելեք եւ կհամոզվեք Դելամոր, շատ ոճային։ Grand opening. Flowers, balloons, toys, gifts, and party supply. Piano Masters համաշխարհային հայտնի դաշնամուրների վաճառքի կենտրոն Լոս Անջելեսում գործում է ֆինանսավորման ճկուն համակարգ։ Այցելեք հենց այսօր եւ մեր հմուտ մասնագետները ձեզ կօգնեն ձեռք բերել լավագույն արժեքներով դաշնամուրներ։ Ներկայացնում ենք LA Regal Mortgage Group-ն ու LA Regal Realty-ն Լոս Անջելեսում առաջատար անշարժույթ ընկերություն։ Առաջարկում ենք մատչելի վարկեր եւ բարենպաստ պայմաններ վարկավորման, վերաֆինանսավորման եւ ներդրումների համար։ Supreme Rolling Doors Լոս Անջելեսում հայտնի ընկերությունը առաջարկում է տան, փաթիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաեւ դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Glendale-ում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Փնտրում եք կատարյալ վայր, որտեղ ձեր երեխաները կվայելեն ուրախ, ապահով եւ հիշարժան օրեր, My Little Town Eagle Rock-ում սպասվում է ոչ միայն զվարճալի ու զարգացնող խաղահրապարակ, նաեւ համեղ խոհանոց, հարմարավետ հանգստի գոտիներ եւ ջերմ մթնոլորտ։ Bakery-ն արդեն 1 տարի է ներկայանում է հիմնովին վերանորոգված ընդարձակ խանութով։ Այստեղից դուք կարող եք գնել տորթերի բազմազան տեսականի, խմորեղեններ, թխված կաբլիթներ, ինչպես նաեւ պատվիրել ծննդյան, հարսանեկան եւ այլ առիթների համար նախատեսված շքեղ տորթեր ու տարատեսակ ուտեստներ։ Մեկ ճիշտ որոշումը կարող է ձևավորել ձեր ընտանիքի ներկան եւ ապագան։ Կյանքի ապահովագրություն, Living Trust, կանխապլանավորված հարկավորություն։ Մի թողեք ձեր ապագան ինքնահոսի։ Եղեք պատրաստ։
Art Modern Design Լոս Անջելեսում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների խոհանոցային կահույքի պատրաստում։ Մեքենաների վաճառքի կամ լիսի շուկայում լավագույն պայմաններն է առաջարկում Dan Oro Group-ը։ Մեր առաջատար մասնագետները ձեզ կօգնեն խիստ կարճ ժամանակահատվածում գնել ձեր ցանկացած մեքենան, առաջարկելով նաև ֆինանսավորման լավագույն պայմանները։ Ավտովթարի մեջ եք ընկել։ Ձեր փոխհատուցումը սկսվում է այստեղ։ Մեր փորձառու փաստաբանական թիմը մասնագիտացված է ավտովթարների գործերում եւ պատրաստ է պաշտպանել ձեր իրավունքները արագ, արդյունավետ եւ հստակ։ A&M Law Firm Calcost Fencing Կալիֆոռնիայի առաջատար ֆենսինգ ընկերություններից մեկն առաջարկում է ալյումինե եւ վինիլե բարձրագրություններ ձեր տան համար։ Անվճար չափագրում, ամերիկյան արտադրանք եւ լայֆթայմ երաշխիք։ Զանգահարեք 888 735 8833։ Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթը, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եսակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ, այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Coolux մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Իմ ջիգյարով ընտանիք, բայց ես կոֆե կտա գլուխը սալում։ Բայց Սարանուրա ամեն առավոտ Սարան էր քեզ սուրճ տալիս։ Գործով դուրս է եկել։ Ոնց թե մենակ։ Այդ աղջկան ինչ ես թողել մենակ դուրս գա։ Հորքուր ջան, ինքը մեծ աղջիկ է ու երկար ժամանակ է լոսում է։ Կարա մենակ դուրս գա։ Նորմալ է։ Սորջան, հորքուրիդ ասա, որ կինն էլ իրավունք ունի միայնակ տնից դուրս գալու։ Սորջան, մորդ ասա, որ նոր հասա ու մենք պիտի ուշադրություն դարձնենք այդ աղջկան։ Էս ոնց որ ձեր մեջ սև կատույ անց է, հա։ Չէ տվես։ Ուղղակի ուզում եմ մեզ տան մեջ վերաբերմունքը փոխեմ։ Հետո, Սոս ջան, չի կարելի հարսին ճնշել, փոխանցի հորքուրիդ։ Լսի Սոս, քո մեր այնքան վերաբերմունք ա ուզում փոխի, որ արդեն Բելանա տնից ուզում գնա։ Սոս ջան, Բելան տնից գնում ա, որովհետև աչքի առաջ մի հատ մեծ վախենալու օրինակ ունի։ Չհասկացա։ Այդ վախենալու օրինակը ես եմ, հա։ Միատ հələ վերջացրեք եկուստել։ Ես հասկանում եմ, պես ընտանիքում մեկը մյուսին շատ հարգում սիրում է ու շատ հոգատար է։ Բայց այդ հոգատարությունը այնքան է շատացել, որ դարձել է բերդ։ Լսեցին Լաուրա տղատ ինչ ասում։ Լսեցի՞ր։ Տեր իմ Աստված, երբ այս ամեն ինչ վերջանալու է։ Ժողովուրդ ջան, ուզածս մի հատ կոֆե էր։ Սարքեցիք պատմություն։ Մտ կարաք ձեզ վերանայեք։ Այսինքն ուզում ես ասես, ստեղ քո համար ավելի ապահով է, հա։ Դե այստեղ շատ Սյուզին ու Ավոն լինեն, իրենք էլ վտանգավոր չեն։ Իմիջայլոց, ես քեզ կարամ տրամադրեմ իմ կյանքից 2 րոպե։ Այսինքն 2 րոպե։ Դե պլանավորել էի 15 րոպե, բայց 13 րոպեն եկանք այստեղ։ Դες լավ չի, Սարա։ Տայմեր էլ բայ։ Պահում եմ։ Րոպե 45 վայրկյան։ Դու տենց էլ չհավատասիր, չէ, որ այդ օրը տանը ես չեմ եղել։ Ստյոպիկն ա եղել։ Այնպես է որ բան չի փոխվել, էլի չեմ հավատում։ Ու չես հավատում, որ Նյու Ջերսի եմ գնացել։ Դե Նյու Ջերսիում ոչ բարեկամներ ունես, ոչ ընկերներ, ոչ գործ։ Գոնե նենց բան խափեիր, որ հավատայի։ Կամ գոնե գնալուց առաջ ասեիր։ Սարա, չեմ ասել, որովհետև անակնկալ էի ուզում անել։ Նայ։ Էս ինչ է։ Կարդա կտեսնես։ Տան գնման վկայական։ Հա։ Գնացել էի Նյու Ջերսի մեր համար նոր տուն առնեի, որ հարսանիքից հետո գնայինք ու այդ տանը ապրենք։ Էս էլ ապացույցն է, ինձ թվում է տեսար ամիս ամսաթիվը ու իմ ստորագրությունը։
ապրես։ Photoshop-ի մինիմալ իմացությամբ կարա էր մի հատ էլ ուրիշ նկար սարքեիր։ Օրինակի համար, որ դու ու Իլոն Մասկը միասին Մարսի վրա եք։ Ավելին ասեմ, գրկախառնված։ Ինչ ես խոսում, Սարա։ Քո կարծիքով պիտի հավատայի։ Էլ ինչ ապացույցներ կան հələ ասա։ Ես քեզ ճիշտը ասացի։ Ուզում եմ հասկանամ այդ կարգի վատ կարծիք ունես իմ մասին, որ չես հավատում։ Լավ, ամեն դեպքում հետ պիտի չէ գնայինք։ Պիտի գնայինք ու այդ տունը ես քեզ ցույց տայի։ Ես քեզ կխաբեի։ Հակոբ, ես չգիտեմ դու էլ ինչ ես ընդունակ։ Երկոր չկայր։ Հետո գալիս եմ քո տուն ու քո անկողնում ուրիշ կնոջ եմ տեսնում։ Քո կարծիքով հիմա ես պետք է հավատամ քո ստերին։ Սարա, այս ամենամեծ սխալն է, որ մենք մեր կյանքի հետ կարանք անենք։ Ճիշտ ես ասում։ Բայց այդ սխալը առաջինը դու ես արել։ Բարև, կարծում եմ ես հասկացա, թե դու ով ես։ Ու ինձ թվում է, որ մենք կարանք իրար օգնենք։ Մամ ջան, բադուրացիոնից հետ բացառել է իր խմորը։ Ուտելն էի բացառել, հոնայելը չէի բացառել։ Հիշում ես, ինչ պիտի վերցնեինք ցուցակի։ Հիշեցի, բրինձ։ Չհասկացա։ Թող այս բրինձը ես շուտ եմ վերցրել։ Դու ինչ ես անում այստեղ։ Տանս համար առևտուր եմ անում։ Ես էլ իմ տան համար եմ առևտուր անում։ Արա քեզ ով է խանգարել։ Կիմա, բայց ձեռքը դրեցիր իմ ուտրած բրինձի վրա։ Չհասկացա, սա իմ բրինձն է, թող։ Դե լավ էլի հես այսքան բրինձ կար, այս ամեն մեկը դու պետք է։ Ես ասեցի բրինձ եմ ուզում, ինչ ես ուզում։ Աղջի ջան, ես քեզ ասում եմ, այս ամբողջ խանութում բրինձ կա, որևէ մեկը վերցու հենց սրա վրա ես։ Հա, ես եկա ձեռքը դրեցիր դրա վրա, բրինձը այն էր, աչք կողմին ես վերցրել։ Սա է այն բժիշկը։ Ես ասել դե թող քեզ վրա։ Ամոթա։ Վերջացրեք։ Ամբողջ խանութով մեկ ձեններդ գցել եք։ Մամա ջան, ինքն է մեղավոր։ Լսի Արուս, աղջիկդ մի քիչ խելք սովորացրու, չգիտեմ ինչա կատարվում։ Լավ, ես չեմ հասկանում, դուք մի ընտանիքի չեք։ Այս բրինձի համար կռիվ եք տալիս, ամոթ չի մարդիկ ինչ կմտածեն։ Ինչի մասին ես խոսում, ընտանիք, արժեքներ։ Ճիշտ ես ասում, մարդիկ ինչ կմտածեն, առաջադեմ ընտանիք ենք, չէ՞, Լաուշ։ Ես այս ամեն ինչի մեջ մեղավոր չեմ, չէ, Կիմա։ Ես Զարմանալի է, չէ՞։ Ինչը։ Դե որ երկու օտար ու անծանոթ մարդիկ, բայց միևնույն խնդրով։ Հա, որ։ Ուզես թե չէ մենք այս կյանքում նույն բախտն ենք կիսում։ Ու ես քեզ առաջարկում եմ այդ բախտը կիսենք նենց, որ համ դու գոհ լինես, համ ես։ Ոյ դու ոնց ես պատկերացնում։ Ես վստահ եմ, որ Սառան Սոսի հետ է մենակ վիզայի համար։ Այդ պարզ է, ես էլ գիտեմ։ Ուրիշ ինչ կարաս ասես։ Այն, որ Սառան կարա վիզա ստանա քո միջոցով։ Եթե դուք միասին լինեք։ Իսկ ես Սոսին կազատեմ այս պատմությունից։ Այդքան էլ հեշտ չի։ Ես ամեն ինչ անում եմ Սառային հետ բերելու համար, բայց հարցեր կան։ Բայց անհնար ոչինչ չկա, չէ։ Այսօր Սոսի տատիկի հետ էի խոսում։ Ասեց, որ նշանдрակը նշելու են ռեստորանում, իսկ հետո ջահելներով գնալու են Palm Spring։ Դե նշանдрակը զաքս չի, կարևորը օրինականացմանը չհասնի։ Դե ուրեմն արա ամեն ինչ, որ օրինականացմանը չհասնի։ Ու ինձ թվում է ավելի ճիշտ կլինի սկսես հենց նշանдрակից։ Ապեր, հլնայես իշ թույն դուրը, պինդ, հլը բոյը նայ, մինչև պատալով, հլս տակի լույսերը նայ, սիրունը պատսվետկեք են տալիս, չի սազի մեր տան համար։ Սազի, բայց մորիչ բան համանակ եք է։ Ավո, մեզ բիսետկա է պետք։ Լսի ապեր, մեկը դու Նյու Յորք ես գնում, ինչ ես տենց բաներ առնում յանի տան համար, ինչի տա պետք է։ Այդտեղ դու տուպոր ես, ինչ կապ ունի ես գնում եմ, ես ձեզ շատ սիրում եմ, այդ իմ տունն է։ Հիմա ես կընտրեմ, ես որ Նյու Յորքում լինեմ, դու կդիմավորես կտեղավորես, եղավ։ Նո։
Ուսի լավնա, չէ։ Հա, էսի լավնա, գույները լավնա, պրինցիպի խոհանոցում կարարնի։ Ոչ էսի ո՞նց է խոհանոցում դնում։ Ինչ ես խոսում։ Էսի բակի համար եմ առնում։ Բակի համար։ Սյուզ։ Ապեր ես գնամ, էլի։ Սյուզին սպասում է։ Դե ես հեսա պասվիրեմ գամ։ Ով թե ուշանա գալի չիրքինը։ Հեսա գալիս է Սյուզի մի քիչ ամփերի։ Չեղավ այդ ման։ Քիչ չէ ձեզի բերել եմ ստեղ մի ադամ եմ մեզ ժամը սպասիմ գիդոր։ Հանավ այդ տղա, ինչ այդ մանն այսկը։ Շոֆերների պես դժգոհիմ գը։ Դե շոֆեր եմ, չէ այդ ման տիենեմ։ Սյուզի, ոչինչ որ էսի իմ ավտոնա։ Էր։ Այո։ Սոսնեի ախպերն է, ոչ թե էր։ Գնացինք։ Էսո Սյուզին ակշում մեքենա տավո։ Ինչի այդ տղա չես վստահի։ Ոնց կարելի է քեզ վստահել։ Դե աղջիկը թող քշի էլի Սոս։ Բրավո, ունես Սյուզի դու։ Այդ տղա, որ կասեմ չիրքին անդեշուն ես, կասես չէ, չիրքին անդեշուն չեմ։ Երբ որ ես բրավա չունենամ, ինչ ախտի գնանք, իսի ավտոն փոխենք իմ արունովս։ Ճիշտ կսեն էլի, այլման է կյանքը։ Երբ որ մեր դուրը փակվի գը, մեկ ուրիշ դուրը բացվի գը։ Տեսակ։ Սալոնի դուրը փակվավ, BMW-ից դուրը բացվավ։ Ավտոդ նվիրել ես Սյուզիին, ավո։ Այդ տղա չէ նվիրել, ես արդար ձևով կարել եմ իսօր։ Նավիրել։ Նավեր, չիդեմ։ Չինգաչունգ ենկերը կարել եմ։ Հələ դու լրիվ ապուշ ես։ Աման, այդ չիրքին չես ամը չէ։ Ամեն անգամ վիրավոր ես կիսի խեղճին, ախպերը դե վերջի վերջո։ Քշի գնացին։ Սյուզի տեսել ես, չէ։ Հա, ինչ չեմ տեսել, քորս։ Սյուզի ծառը։ Պասպես տեսել եմ, քեզ պրավատավողի են։ Աման։ Ջուր կա ավտոյի մեջ։ Չեմի չէ, կամպոտ։ Կլխից տայի։ Դիմա ջան, Լաուրա, մի հատ սուրճ խմենք իրար հետ հանգստանանք։ Խմենք, մանավանդ, որ շատ հոգնած ենք։ Դու գիտեի, որ ես գնում եմ առևտուր անելու, չէ։ Ինչի եկար։ Չհասկացա։ Ես իմ տան համար չեմ կարող առևտուր անել։ Սկսվեց։ Դե իհարկե, կիմա։ Մի քայլ առանց քեզ չեմ կարող, չէ անել։ Լաուր, մի հատ ինձ կասես ես քեզին չեմ արել։ Ինչ ես հետս տես դարձվել։ Դե որովհետև ամբողջ կյանքս քեզ հետ անցել։ Մեղրամիսից սկսած մինչև օրս։ Քեզ ավելի շատ եմ տեսնում, քան իմ ամուսնուն։ Հասկացար։ Ախ տենց, հա։ Հա, հենց տենց։ Ամեն ինչ դու ես որոշում։ Նույնիսկ մի օր չեմ կարող իմ ընտանիքի համար ընթրիք պատրաստել։ Ինքս որոշեմ, դու պիտի ասես ինչ ուտենք, ինչ խմենք, ինչքան անենք, ինչքան սարքենք, հերիք այլի։ Ուրեմն տենց։ Հարց չկա։ Ուրեմն այսօր երեկոյան ընթրիքը դու կպատրաստես քո ընտանիքի համար։ Եղավ։ Ինչ կուզես կանես, ինչ կուզես կեպես, ինչ ուզում ես արա։ Ու կանեմ, ու արա։ Կանեմ։ Քեզ բարի ժամանց։ Բան ասեցի մամ ջան, որ սենց նեղացավ։ Լաուրա, ճիշտ ես ասում։ Ինչ որ ասում ես, ճիշտ ես ասում։ Բայց ճշմարտությունն անգամ հարկավոր աննեց ասել, որ դիմացինը չնեղանա։ Մամ ջան, ախր ես իրան սիրում եմ, իրա դեմ ոչինչ չունեմ, բայց հոգնել եմ, հոգնել։ Հասկանում եմ, կհաշտվեք։ Ոչ առաջին անգամն է, ոչ վերջինը։ Անպայման կհաշտվեք։ Լաուրա, հանգստացի։ Ասում ես սաղ լոսին դուք եք կրիշավատանում։ Նկատի ունեք պաչոները կամ պերգոլաները։ Լետ կուրտուրականը թարգի, չի մակարտակին տնամ ստեինչով եք զբաղվում։
Նայ խարებ, սեփական տուն ունես, կարանք արագի մեջ մի թույն բիսետկը սաբրեզի տանենք։ Կամ խոսքի օջախը տեկող գնացող բոյով բարեկամ ունես, այս դռնից դնում են ու սխ թամամա։ Ախպորս համարս լուսավոր պլինդուզն եմ զամուտի տանում, ու տղուփայ սաղ վիշի սորտ մատիրելով տարբծվում է։ В общем, ջոգիր մեռնեմ սրտիչ ինչ սերվիզ ենք աբիսպեչի տանում։ Էդ ինչ ասիր սա ուզում եմ, ախպերս։ Չորնեսին սխալ ինֆորմացիա տվել։ Ասա իզվինի։ Մարդիկ յանց հալար քրդիկով բեսեդկա են դնում։ Ունես էլ եմ դրել։ Համար ես կուղարկեմ։ Հուլիսի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Հայկ Ղևոնդյանի Սպիտակցի Հայկոյի մենահամերգը։ Հին ու նոր սիրված եւ հիթեր դարձած երգեր, շքեղ, լուսային եւ ձայնային լուսավորում։ Բաց մի թողեք ամառային ամենաուրախ համերգին ներկա գտնվելու հնարավորությունը։ Հանդիպում ենք հուլիսի 26-ին Ակվա Կալենդեում։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Supermarket Esti համեցեք դուք միշտ համար գործում է նաև շների մանկապարտեզ, որտեղ կարող եք ըստ սահմանված ժամերի թողնել ձեր շանը աշխատանքային օրերի ընթացքում։ Եթե ճանապարհորդելու եք, հոգ չէ, կարող եք թողնել ձեր շանը 1 օրով կամ 1 ամսով, վստահ լինելով, որ 24-ժամյա հսկողությունը նրանց անվտանգ է պահում։ Եվ սա դեռ ամենը չէ, տրամադրում ենք նաև վարսահարդարման ծառայություններ եւ հատուկ ուսուցում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Fun House Factory հրաշքներով դիմանկական վայր Լոս Անջելեսում, ծննդյան տոնակատարություններ, զվարճալի խաղային օրեր, թեմատիկ երեկույթներ։ Զանգահարեք հենց հիմա։ Մի $1000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պա, էդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քեբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված անխորժելի սալմոն։ 807 771 77 71։ This is not for beating. This is to prepare delicious food. Royal Travel-ը ներկայացնում է 2025 թվականի խմբակային ճանապարհորդությունները հունիս 25 Իտալիա, Սիսիլի, Ամալֆի, Շվեյցարիա եւ Ֆրանսիա, օգոստոս Scotland, Ireland, England եւ Amsterdam։ Զանգահարեք 818 487 885։ Nostimo Grill հունական խոհանոցի ամենահամեղ ուտեստները Լոս Անջելեսում։ Հունաստանից հայ հիմնադիրների կողմից բացված ռեստորանում դուք կարող եք համտեսել հունական խոհանոցի իրական համը։ Համեղ գերոների լայն տեսականի պատրաստված թարմ եւ բարձրակարգ մսանաթերքով։ Կատարվում է առաքում, իրականացվում է նաև քեթրինգ ծառայություն։ Ծրիա, սենսացիալ ստեղ, հա։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Դոլար ուղարկես, դոլար ստանա։
1%, հա? Այո։ Ծնի է, էլի։ Black House NoHo համի երաժշտության եւ անմոռանալի երեկոների վայր 2019 թվականից ի վեր Black House-ը դարձել է Լոս Անջելեսի հարյուրավոր քաղաքացիների ժամանցի ամենանախընտրելի վայրը։ Vegas documented notary. Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։ Կարբաս ընկերությունը Լոս Անջելեսում ներկայացնում է համեղ եւ բարձրորակ պատրաստի ուտեստների լայն տեսականի։ Ձեր զբաղված առօրյայի անբաժան մասը կարող է դառնալ սառեցված սննդամթերքի բազմազան տեսականին, ձեր նախասիրություններին համապատասխան պատրաստված սերնդեսերունդ փոխանցված բաղադրատոմսերով։ Հայաստանում արտադրված Աֆշարի գործարանի բահածոները, մուրաբաները, հյութերն ու այլ արտադրանքը այժմ հասանելի են նաեւ Լոս Անջելեսի սպառողներին։ Զանգահարել 818 648 9922 հեռախոսահամարով։ Vanity X ինտերիեր դիզայնով հագեցած խանութ սրահ, համաշխարհային բրենդ հանդիսացող տարբեր ապրանքատեսակներ, ընդունվում են պատվերներ խոհանոցային կայքի համար, իտալական հանրահայտ Rives ֆիրմայի էքսկլյուզիվ ներկեր, 17037 Ventura Boulevard Encino։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանգալներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։ Մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Այս այն մուզածը։ Եթե դուք փնտրում եք հարմարավետություն եւ որակ, ապա Mattress Star-ը ձեր լավագույն ընտրությունն է։ Մեր մասնագիտացված թիմը պատրաստ է ձեզ օգնել։ Մեծ ցուցասրահ, հսկայական ընտրություն։ Ես բժշկուհի Վարդուշ Քեշիշյանն եմ, բժշկական կրթությունը սկսել եմ Հայաստանում, հետո մասնագիտացել եմ լսողական խնդիրների ուղղությամբ եւ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ In prices right here in Glendale, right down the road from your home. Call us or come schedule an appointment at 229 North Central Avenue on the 2nd floor in Glendale. Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթ է, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ։ Այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Բարև ցավտան։ Բարև աղբեր ջան։ Այ աբուջան, ես ոնց ես հարմարացրել։ Հայ աղբեր, ես չեմ հարմարացրել, ինձ են հարմարացրել։ Հիմա սրա վրա շատ գործ կա անելու, աղբերս ասա էլի։ Դե ոչինչ էլի, մի երկու օր պիտի թողնես։ Չէ, այ ցավտան, մի երկու օր չեմ կարա, չեք կարա շուտ սարքեք ես գնամ էլի։ Հարց չկա աբուջան, նենց կսարքենք ոնց որ սալոնից հանած ավտոլին։ Ապրես աղբերս, շատ շնորհակալ եմ։ Մերսի։ Մենք ծանոթացանք ձեր գործի հետ եւ պարզվեց, որ ապահովագրական ընկերությունը հրաժարվում է ձեզ հատուցել։ Աման, ինչ խոր։ Բայց մի անհանգստացեք։ Ձեր փաստաթղթերի հետ ամեն ինչ նորմալ է եւ ապահովագրական ընկերությունը պատճառ չունի ձեզ չփոխհատուցելու։ Բայց մի հատ անամեստ հարց։ Ոնց եղավ, որ սենց անհեթեթ վթարի ենթարկվեցիք։
Հա, ցավդ տանիմ, ենթարկվել եմ, այման եմ ենթարկվել, չես կրնա պատկերցսնի ես։ Հəbə, հայ մի ինչ դիենենք դու դիկսա։ Մի անհանգստացեք, մենք ձեր claim-ը կշարունակենք եւ կստիպենք ապահովագրական ընկերությունը, որ պատշաճ փոխհատուցում ներկայացնի։ Այո, բրավո, ցավդ տանիմ։ Սա ոսկսեր, որ դու կարքին մարդ եք, կրնակ սա հարցերը լուծեք։ Իհարկե, ավտովթարի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել մեզ։ Այո, անպայման կդիմեմ, ցավդ տանիմ, մեռնիմ քեզի։ Ինչ լավ մարդ է։ Կարել ավելի կոնկրետ բան ասել։ Ասես ափին նստած եմ։ Ավելի շուտ գտե Տիտանիկի մնացորդները քան քեզ գտա։ Իմիջայլոս Տիտանիկը Ատլանտիկում ախորտակվել ոչ թե Մոռացել եմ որ դու ավարտած ես։ Սոս Հակոբն էր եկել ու ասում էր իբրև Նյու Ջերսիում գնացել է մեր համար տուն առնելու նպատակով։ Պատկերացնում ես ոնց կարամ մարդ այդքան խավ։ Ինչ։ Դասի սարը կարող կոմոդիկ ինժեներին։ Հիմա դիսում եմ դիքես խորհուրդ տամ։ Կամ մտեմ մտֆեկ էջով գնամ ինչ նկարակցը քեզի ասել։ Վիզայի համար մարկած խափում ես ու մարկած մեղադրում ես խափեության համար։ Սոս բայց ես իրան չեմ դավաճանել, չէ՞։ Դու ամուսնանում ես։ Այդ ուրիշ է։ Հույս ունեմ վաղը էլ այստեղ չի լինի։ Ասում կարող է չի խափում։ Կարող է ճիշտ ասում, դրանցելա որ դեր համար կունարան։ Անհնար ասես։ Բայց ախր մեքենան երեք էինք անվանափոխել։ Դե քանի փոխում ենք, փոխենք էլի։ Հա էլի իսկապես փոխեք։ Ի սկզբանե էդիկ սխալ որոշում էր իմ կողմից։ Գիտեք, չէ, մի ադամ իմաստուն խոսք կա։ Գասեն ինչը քուգդ չէ, երբեք էլ քուգդ չի դառնա։ Համի էդիկ փոխեք էլի, խնդրեմ կը։ Լավ։ Բացի այդ խաղալը վատ բան է։ Ես որ սկսեցի խաղալ, ինքը Սյուզի ջան, պարտադիր չի էլի ամբողջ կենսագրությունդ պատմես, լավ։ Մեկ էլ ուզում եմ ավտոյիս համարները փոխենք էլի, որ սատարով սկսվի։ Խնդիր չկա, կզբաղվենք։ Ուղղակի հավանածս աղջիկը անվան առաջին տառն է, ուզում եմ տենց լինի, բայց որ ինքը չջոգի էլի։ Այդ սիրածդ աղջիկը վև է։ Դե լավ է սա։ Այդ չիրքին սիրած աղջիկ ունիս։ Կիմա, Վահեն չի գնա սիրուն, թե բիֆ։ Չգիտեմ։ Լավ գունեք ասես լազանյայի մեջ Վահեն սև պղպեղա սիրուն, թե։ Էդ էլ չգիտեմ։ Ինչի՞ս է պետք է շորերու մտա այս գործի մեջ։ Իմ ամենասիրուն թորս ուրա։ Պապի, ստեմ։ Դու պրոստը թորս ես։ Սիրուն թորս բելանա։ Այ ես պապի։ Դու երի մապագա ծորան պապան ես։ Հա ասպես բելան ուրա։ Պատրաստման նոր ցուցադրության։ Կարող արդեն տեղափոխվել է ու էդ էլ չի զգուշացրել։ Այդ քո բնավորությանդ պատճառով մի օր բոլորն էլ թողնելու են այստեղից գնան։ Եվ որքան հասկանում եմ իմ դեպքում դու բոլորովին էլ դեմ չես։ Չէ, հաստատ բելան գալու է։ Ահա, պատրաստ եք։ Ինչին։ Լազանյայիս։ Մամա ինչ է։ Լազանյա սոֆճը։ Դու կարող ես պատրաստես լազանյա։ Բակո տես կտեսնես։ Ես սիրով կփորձեմ։ Ես չեմ էլ կասկածում, որ շատ համով է լինելու։ Հələ փորձենք, տեսնենք։ Ես ամեն ինչ կուտեմ։ Բակումս կանգնես։ Մամես ինչ է։ Ղմի է, ղմի։
Մամ աղբորպես էլ դու ոչի բան մի սարքի էլի։ Ավո ջան, չեմ կարծում, որ այդքան էլ վատ է ստացվել, հա։ Ոչինչ, ես այսքանն էլ չէի կարող պատրաստել։ Սարասյան։ Այնքան էլ ահավոր չի, մամ ջան։ Մամա ջան։ Մամ ջան, դու էլ չես հավանել։ Ես։ Լավրա ջան, ես քեզ շատ սիրում եմ։ Բարզա, դու էլ չես հավանել։ Դե հերիք եղավ։ Բայց բան են անում։ Այս աղջիկ այդքան չաչարվել է։ Ձեզ համար այս լազանյան ասարկել։ Մի հատ լավ բան ասեք։ Հետո ինչ իրար հետ կռված ենք։ Իմ ու իմ հարսի հարաբերությունների հետ դու գործ չունեք։ Հենց հիմա սուս ու պուս բոլորը տուտում եք։ Եղավ, մինչև այս երկու օրը կգնանք ռեստորան, նորմալ հաց կուտենք։ Այս ստրեսից է դուրս կգանք։ Ստրեսից դուրս գալու համար ինձ պետքա որ լոսից դուրս գանք, այ Օրկուտ ջան։ Ինչ է լոսից բացի էլի ստեղ երկիր կա։ Աղջիկ ջան, Սոչի, գնանջիկ, դու ապսետ։ Որ մի ապսենտ ա, բաբի գսա։ Աղջիկ ջան, մի հատ սուս մնաց։ Քանի չկա ճավազո, մարդու ապսել ես իրարը թակի։ Ինչ եմ ուզում ասեմ, ջահելներով վեր կացեք, գնացեք Palm Spring։ Ոյ, ինչ լավ բան ասեցիր։ Մեր գլուխն էլ կհանգստանա։ Կազմակերպել իմ վրա, սաղ կազմակերպեմ հոգ ջան։ Դուք ջահելներով հավաքվեք, գնացեք Palm Springs, մենք էլ կգնանք ռեստորան ու մի լավ կընտրենք, Վահե ջան։ Համաձայն ես։ Հա։ Լաուրա ջան, Բելա հետ խոսեցիր։ Այդ աղջիկ արդեն այնքան է մեզնից հրաժարվել, որ ընտանեկան հավաքներին էլ չի գալիս։ Palm Springs էլ չգնաց։ Վահե ջան, իհարկե խոսել եմ։ Բելաչկան ներողություն խնդրեց բոլորիցս։ Դե գիտեք, զբաղված է, իր ցուցադրության գործերով է զբաղված։ Բայց հուսամ Palm Springs կգնա։ Վերսեց, սոսեք, հասան Palm Springs։ Ասիկամ, ասեք չէ պապի ջան, ուզում եք ջահելներով մնանք։ Դե պապա ճիշտ են արել։ Երիտասարդ են թող գնան ուրախանան, թե չէ ամբողջ օրը նստած են մեր կողքը։ Դե որ ասեց, ուրեմն եկեք խմենք մեր երիտասարդների կենացը։ Լավ, չէ, մենք իրանց կենացն ենք խմում, բայց իրանք մեզ հետ չէ։ Մամա ջան, ախր մենք իրանց ինչին ենք պետք։ Թող հեռու լինեն, թող լավ լինեն։ Մարդ վախենմա կենաց ասի։ Ինչի՞։ Դե ասեցի կենաց ասեմ, բայց կարողա մարդամեկը նեղվի ասի, այդ կենացը ես եմ ուզում ասեմ։ Դու ինչ ես առաջ ընկել։ Կիմա ջան, ես դեռ չեմ ցնդել։ Կասկածում եմ։ Այդ որ ձեր մեջ արդեն վեճ ա մտել։ Ուրեմն մեր տանը ինչ որ մի բան են չի։ Վիճելը խելացի մարդու բան չի։ Չհասկանում, ես իմ ամբողջ կյանքում հպարտացել եմ, որ կինս ու քույրս լավ հարաբերությունների մեջ են։ Իսկ հիմա ձեզ ինչ ա եղել, հա։ Չգիտեմ։ Լաուրա։ Ինչ։ Իսկ կարողա խնդրենք երաժշտություն միացնել, մի քիչ պարենք, էլի ուրախանանք, թե չէ ես ինչա, անընդհատ վիճում եք։ Համաձայն եմ, արես, ես մի բաժակն էլ խմենք, ու հետո սկսենք պարել, հա։ Տղա ջան, մի հատ մուզիկ միացրու։ Բարեկալուստ ABC Kids։ ABC-ն առաջարկում է 2-ից 5 տարեկան երեխաների խնամք եւ կրթություն։ Կենտրոնում ներդրված է հատուկ մշակված նախադպրոցական ծրագիր նահանգի կողմից հաստատված բոլոր չափորոշիչներով։ Ծրագրում նաեւ ներառված են շախմատի, արտի, պարի, հայերենի եւ կավագործության դասերը։ Երեխաներին տրամադրում են օրգանիկ եւ թարմ սնունդ։ Ընդունելությունը բաց է Glendale Garfield, Glendale Colorado եւ North Hollywood մասնաճյուղերի համար։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids, լավագույնը ձեր երեխայի համար։ Հուլիսի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Հայկ Ղևոնդյանի Սպիտակցի Հայկոյի մենահամերգը։
հին ու նոր սիրված եւ իթեր դարձած երգեր, շքեղ, լուսային եւ ձայնային լուսավորում։ Բաց մի թողեք ամառային ամենաուրախ համերգին ներկա գտնվելու հնարավորությունը։ Հանդիպում ենք հուլիսի 26-ին Aqua Calendar-ում։ Հաջող մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Մանհեթենի հանրաճանաչին 3-րդ ավենյուում գործում է E&D գեղեցկության սրահը, մազերի հարդարում, հայլայթ բալայաշ, պերմանենտ, դիմահարդարում, լազերային մազահեռացում եւ ավելին։ Սիրով սպասում ենք ձեզ E&D գեղեցկության սրահ։ Advanced Chiropractic Wellness Center, Venice եւ Burbank քաղաքներում այցելությունների համար զանգահարեք։ Փնտրում եք հուսալի եւ բարձրակարգ սպասարկում իրականացնող մեքենաների վերանորոգման կենտրոն, Body Shop, ուրեմն բարի գալուստ High Performance Collision Center։ Այստեղ որակը, բարձրակարգ սպասարկումն ու շուկայական լավագույն արժեքները համադրելի են։ S&H Garage, այստեղ խիստ կարճ ժամանակահատվածում հմուտ մասնագետները կկատարեն բեռնատար մեքենաների, ավտոմեքենաների, RV-ների վերանորոգման հետ կապված ցանկացած աշխատանք։ Դիմահարդարման միջոցով գեղեցկության արվեստի նոր չափանիշներ հաղորդելու Աշխեն Կոստանդյանի մոտեցումները անսպառ են։ Beauty Fabric, երբ գեղեցկությունը հաղթահարում է բոլոր արգելքները։ Հայաստանում արտադրված բարձրորակ եւ լավագույն սուրճի համբավ ունեցող Royal Armenia ընկերության տեսականին այսուհետ կարող եք գնել նաեւ Լոս Անջելեսի բոլոր հայկական խանութներից։ worldofcandyland.com Եկեք նվիրենք մեր երեխաներին անմոռանալի պահեր World of Candyland-ում, որտեղ ձեր բոլոր երևակայական հնարքները կդառնան իրականություն։ Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթ է, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ, այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Քուլու մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Վերջին շրջանի ամենահայտնի լավորը։ Հայոց հավատանի։ Վայելի, որ հայմի հետե որ երթաս ամուսնանաս, ելքես վայել, անհանգստանաս։ Էդ ինչի։ Դե որ հարսանիքը իրական լինի, անհանգստությունն էլ իրական կլինի։ Ասում կարող եմ մերոնք նեղվել են, որ իրանց չխելավիրեցինք։ Չէ, ինչի՞ պիտի նեղվեն, իրանք մեզից լավ են ուրախանում։ Ամել պապան որ հետներս չիլում այդ հարփելու պահ լավ է ստացվում էլի։ Ավո ինչ հարփել, ինչ ես խոսում։ Օրինակ ես այսօր խմելու եմ, հարփեմ, տրաքեմ, ընկնեմ բասեինը։ Դե եկեք այս բաժակով էլ խմենք ձեր ամուսնության կենացը։ Թե բոլորս էլ հասկանում ենք ինչոցա ու կանանք ավելի լուրջ կենացներ խմենք։ Հա, եկեք խմենք քավորի կենացը։ Մար ինչ ես խոսում։ Էլի դեղերը չես խմել։ Ոչինչ, սոս։ Թող խոսա թեթևանը, ասա Մարիջան։ Մի բարձի ծերանակ։ Բայց քեզանից չի որ տենց
Լավ բարեմաղթանք ես ասում։ Սառա ջան, այս նույն կենացները մեզ էլ մի 10-15 անգամ ասել են։ Չի օգնում։ Բարի ջան, եթե քեզ տեղ հավես չի, արի հետնանեմ լոս։ Չէ, ավո ջան, իմ տրամադրությունը շատ լավ է։ Հետո Բելան ինձ խոստացել է, որ գործերը ավարտի ինքն էլ է միանալու մեզ։ Իսկ ինձ Բելայի հետ միշտ հաճելի է։ Հա, իհարկե, Սոր ջան։ Հա, տղեր, դուք էլ եք պարտում քնել։ Հա։ Լավ, ամեն ինչ լավ է, հա։ Ասա չթողնեն ավոն շատ խմի։ Հա, գիտի։ Եղավ, Սոր ջան։ Դե բարի գիշեր ունես։ Հա, դե լավ։ Ամեն ինչ լավ է իրացման։ Բայց մենք լավ կեպարեցինք, այդ լավ կեպարեցինք։ Ուզում ես ասա մենք բոլորից լավ չեր։ Ասա պապ ջան։ Գալիս է, դու ինձ մոտ։ Լավն է, էլի։ Զոհ քանչեր։ Գալիս է, գալիս է, դու ինձ մոտ։ Կյանքի արաբոտ։ Այ, լավ գալիս ես։ Հիմա կգամ Վահե ջան։ Կիմա ջան, ես ինչի տխրեցիր։ Ուշա Կիմ ջան, գնա քնի։ Իբր դու էլ չգիտես, հա, որ ես չեմ կարողանում քնել գիշերները։ Շատ ժամանակ նստում եմ դիվանին ու տես նստած եմ քնում։ Լաուր, ես բացարձակապես մենակ եմ։ Դե լավ էլի, այ Կիմա ջան, ես կամ քո կյանքում, ինչ ես տենց ասում, Կիմա ջան։ Գիտես մի հատ հոմլես կար։ Ամեն օր ընկած էր իմ հետևից։ Ձերքը պարզում էր ես փող էի տալիս, բայց չէր վերցնում։ Մի օր էլ ձերքը պարզեց փող տվեցի, ասեցի ինչի չես վերցնում գումարը։ Ասեց ես այդ փողը չեմ ուզում, ես քեզ եմ ուզում։ Հետո։ Ինչ հետո։ Երևի դրա հետ էլ պիտի ամուսնանայի ու գնայի։ Լավա որ չես ամուսնացել դրա հետ։ Պատկերացնում ես։ Այդ հոմլեսն էլ ամուսնացավ։ Կիմա ջան, հիմա մեր հարաբերությունները բոլորովին ուրիշ են։ Կիմ ջան, մի բան եմ ուզում ասել։ Խնդրում եմ, ինձ ների էլի։ Սկալվել եմ, դե հիմա ես էլ եմ մարդ։ Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։ Հա։ Դու էլ ինձ ների Լաուր։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Ահ Կիմա ջան, ես ինչ լավ էր։ Ահ Կիմա ջան։ Դե գնամ Վահեիս մոտ, ինձ ասպասում Վահես։ Լաուր։ Ջան։ Լաուր, գնում ես Վահեի մոտ ինչ անես։ Մեկը Վահեն արդեն քնած է։ Արի գնանք համ սուրճ կխմենք, համ էս սերիալ կնայենք, հա։ Արի։ Սարա անջատի թող քնամ։ Սոսես ինչ աղմուկ է։ Ես հասկացա ինչա կատարվում։ Опа! Come on! Էս ինչ է կատարվում։ Էս ինչ է ավո։ Դու չասիր գնում ենք ջահելները ուրախանանք։ Ուրախանում ենք։ Baby, he's my brother. Hi brother.